Մի քանի զուգահեռներ անցկացրեց Ռոսկոմնadzorից, անվանելով մեր վերահսկողական մարմինը Արմկոմնadzor, որովհետև նույն բանն են անում։ Ասում է, որ ամենասկզբից ամեն ինչ սկսվում է շատ բարի նպատակներով, օրինակ ասում է Ռուսաստանում այդ ամեն ինչը արվում էր որպեսզի մանկական պորնոգրաֆիան վերահսկեն, ավելի ճիշտ ոչ թե վերահսկեն, փակեն, հա, չտարածեն, կասեցնեն, սահմանափակեն գոնե տարածում, սկսվում էր շատ բարի եւ ազնիվ նպատակներով։ Հետո աստիճանաբար հետը դավերացվեց կայքերի արգելափակման, որոնք որևէ աղերս եւ առնչություն չունեին արդեն այդ կոնտենտի հետ։ Մեզ մոտ հիմա սա սկսվել է, կարծեմ, բեթինգային կայքերի արգելափակման քննարկումներից վերահսկման։ Հետո մի քանի անգամ Ռուբենը հիշեցրեց, որ եղել է զրույց նաև ՀՄԿ-ում վերահսկող մարմիններից մեկը խոսել է մասին, որ ինտերնետ կոնտենտը նաև պետքա վերահսկվի եւ անշուշտ այս շղթան հուշում է մեզ նրա մասին, որ անգամ ինտերնետում, անգամ YouTube-ով, անգամ բլոգերների համար նախապատրաստում է սահմանափակումների շատ լայն փաթեթ,